Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այսօր աչքովս մի վերնագիր ընկավ, հետևյալ բովանդակությամբ Երևանում պատրաստվում են տոնել վարչապետի հորինած տոնը։ Խոսքը քաղաքացու օրվա մասին էր եւ շատ ինտուիտիվ երկու դրվագ եմ հիշել, առաջինը շատ խորհրդանշական էր այս վերնագիրը հատկապես զուգահեռներ տանելով վերջին օրերին, հատկապես այսօր մամուլում տեղ գտած այն ձայնագրությունները, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անվանում էին շուն ու շանգյալ, բոշա, խիստ խորհրդանշական է, իհարկե այս մարդիկ եւ ակնհայտ է, թե ինչու են այս տոնի մասին համահրանքով խոսում եւ համարում հորինած տոն եւ 2018 թվականին այս հորինած մարդիկ ըստ էության պայքարեցին ինչքան ուզենք այդքան կխփենք քաղաքական ուժերի դեմ, իսկ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ արհեստական պայմաններում աճեցրած քաղաքական ուժը կամ ուժերը, ովքեր ասում են ինչքան ուզեք այդքան կտանք, ինչ ուզեք այդքան կտանք, տելևիզոր կուզեք, տելևիզոր կտանք, փող կուզեք, փող կտանք, եւ ես շատ ինտուիտիվ հիշել եմ մի դրվագ, երբ եթե չեմ սխալվում Գարնիկն էր Դանիելյան, ով է Սամվյոնից ասում էր Արարատ Միրզոյանը գնացել է ապարիկով հերոստացույց է ուզել գնել եւ չեն տվել հերոստացույց, իհարկե դուք չեք հավատա, որ իրականության մեջ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Բարձրաստիճան Պաշտոնյան ցանկանա հերոստացույց ձեռք բերել ապարիկ պայմաններով եւ մերժում ստանա բանկից, որովհետեւ դուք հերոստացույցներ նվիրողն եք հերոստացույցներ։ Ինչևէ, երբ քաղաքացին ձեզ համար արժեք չէ, ձեր համար արժեք չէ, երբ ձեր պատկերացմամբ քաղաքացին պարզապես ընտրության օրը օգտագործվող ռեսուրս է։ Բնական է, չէ, որ քաղաքացիները կդարձնեն ծաղրի առարկա։ Սիրելի ժողովուրդ, հարգելի ընդդիմություն հատկապես, քաղաքացին չեք հավատա, բայց ունի իրավունքներ, քաղաքացին ունի պահանջներ, քաղաքացին ընտրում է եւ հավատացեք նույնիսկ փոխում է իշխանություններ։ Հենց դա է այն իրականությունը, որը ամենաշատն է նյարդայնացնում մեր ընդդիմությանը։ Մարդկանց, ովքեր ավելի հարմար էին զգում մի միջավայրում, մի համակարգում, որտեղ քվեն արժեք չէր, այլ հաշվարկի միավոր։ Այդ պատճառով էլ այսօրը նրանց համար տոն չէ։ Տոն չէ, որովհետև այն հիշեցնում է մի բան, որը իրենք չեն կարող վերահսկել, եւ դա ազատ մարդու ընտրությունն է։ Ու այո, այս մարդկանց համար գուցե ավելի հարազատ ու տրամաբանական տոն կլիներ, օրինակ քաղաքացու քվեի վաճառքի տոնը կամ քաղաքացու քվեն գողանալու օրը, որովհետև ի վերջո ամեն մեկն իր արժեքներն է տոնում այս կյանքում։ Այսօր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ստիպված եմ ձեզ հիշեցնել մի պարզ կանոն, որը դուք կարծես կամ մոռացել եք, կամ երբեք լուրջ չեք ընդունել։ Երբ մի բան վաճառում ես, այն դադարում է քոնը լինել։ Շատ պարզ է, կարծում եմ, շատ տրիվիալ կանոն է։ Սա ոչ թե փիլիսոփայական միտք է, այլ պարզ կանոն, որը գործում է անկախ նրանից խոսքը գույքի մասին է, թե արժեքի։ Մենք բոլորս հիշում ենք այն ժամանակները, երբ ընտրությունները չափվում էին ոչ թե գաղափարներով, այլ ցուցակներով։ Երբ քաղաքական ակտիվությունը սկսվում էր ոչ թե ծրագրերից, այլ քանի հոգի կբերես խոսույթից։ Երբ վստահությունը ոչ թե ձևավորվում էր խոսքով, այլ ծրարների բավարար հաստությամբ։ Ժողովրդի քվեն վաճառքի ենթակա չէ, սիրելի գործընկերներ, հարգելի ընդդիմություն։ Թեև պետք է ընդունել, որ ձեր քաղաքական փորձը ցույց է տալիս, որ դուք երկար ժամանակ փորձել եք հակառակը ապացուցել եւ իսկապես պիտի խոստովանենք որոշ փուլերում նույնիսկ հաջողել եք, որովհետեւ իրականում դուք ոչ միայն քվե եք գնել, այլ նաեւ կորցրել եք օրգանական կապը այդ քվեի իրական տիրոջ հետ։ Քվե գնելու մշակույթը ունի մի առանձնահատկություն, այն ստեղծում է պատրանք, վերահսկողություն, բայց իրականում ձևավորում է լիակատար կախվածություն ձեր եւ քաղաքացու միջև։ Եվ ամենավտանգավորը, այն ոչնչացնում է վստահությունը, այն միակ կապը, որով քաղաքական ուժը կարող է կոչվել ժողովրդի ներկայացուցիչ։ Բայց
Ամենահետաքրքիրն այն է, որ այսօր նույն ուժերը խոսում են ժողովրդի անունից, խոսում են վստահությունից, խոսում են արժանապատվությունից։ Սա անկեղծ ասած արդեն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, ըստ էության այլ ժանր է, տրագիկոմեդիա հիշեցնող։ Եվ քաղաքական հիշողության բացակայության մասին, տոտալ բացակայության մասին, որովհետև երբ տարիներ շարունակ ԿՎՆ դիտարկել ես որպես փոխանակման միջոց, դժվար է մի օր արթնանալ եւ հայտարարել, թե դա սրբազան արժեք է քեզ համար։ Արժեքները, հարգելի գործընկերներ, իրավիճակային չեն լինում, դրանք կամ կան, կամ չկան, կամ գոյություն ունեն, կամ չունեն։ Եվ եթե ԿՎՆ քեզ համար եղել է գործիք, իշխանություն ստանալու համար, ապա պետք չէ ձևացնել, թե այն հանկարծ դարձել է սկզբունք։ Պետությունը չի կառուցվում գնված ձայների վրա, ու մի բան նորից ու նորից ստիպված եմ կրկնել, երբ մի բան վաճառում ես, այն դադարում է քոնը լինել։ Եվ երբ քաղաքական ուժը տարիներով վաճառել է ժողովրդի ԿՎՆ, նա վաղուց արդեն դադարել է իրավունք ունենալ ժողովրդի անունից խոսել։ Հունիսի 7-ին քաղաքացին իր ԿՎՆ-ով կապացուցի, որ սկզբում նշածս վերնագրի նման հորինված չէ, քաղաքացու տոնը գոյություն ունի, որ իր ձայնը ապրանք չէ, և քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկնքի խաղաղության պայմանագիր։ Շնորհակալություն և վերջում, պարոն վարչապետ, ես ունեմ թույլտվություն կարդալ այստեղից մի կարճ նամակագրություն, ստացել եմ մի հաղորդագրություն, որից չափազանց հուզվել եմ։ Նոր մի բան հասկացա, որ քո վարչապետը ինձ ինչ-որ չափով սովորացրել է սիրել Հայաստանը, մի ուրիշ մակարդակով։ Տարօրինակ բան եմ ասում, բայց տենց ա ջուլի։ Ես այստեղ պատասխանել եմ իրեն հետևյալ կերպ. լավ բան ես գրել, բայց հայատար գրի և կարդալով քո նամակները, արդեն ոչ թե իմ վարչապետը, այլ իմ ու քո։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութ է և բաժանորդագրվիչ, նորությունները բաց չթողնելու համար։